Ինչու են երեխաներին հարվածում ծնողները։ Դրսում էլ շատ տեսնում եմ այդ երևույթը։ Մի բացատրություն ունի այս ամեն ինչը՝ անզորություն եւ տգիտություն։ Այսինքն ծնողները այլ վարվել ձև չունեն, չգիտեն ոնց կարելի է դաստիարակել երեխային, ոնց համբերատար լինել, ոնց հույզերը արտահայտել ավելի կոնստրուկտիվ ձևով։ Եվ այս ամեն ինչի բացակայության արդյունքում ստիպված սկսում են հարվածել։ Եվ դա անընդունելի է ցանկացած պարագայում։ Իսկ ինչ կարելի է անել։ Կարևոր բաներից մեկը դա սեփական օրինակով ցույց տալն է շատ բաներ, հետո համբերատարություն դաստիարակել ինքներդ ձեր մեջ։ Երեխաները իրականում շատ բաներ հասկանում են, ուղղակի ներվը քանդում բացատրելը։ Ավելի շտա գոռալ կամ հարվածելը, քան բացատրել մանրակրկիտ։ Հասկանում եմ, ծնող լինելը շատ դժվար է, ռեսուրսատար է, բայց եթե ընտրել եք ծնող դառնալ, ամեն դեպքում արժի սովորել այդ ամենը։ Հույզերի արտահայտում, երեխայի հույզերի հետ աշխատանք, ճիշտ։ Երեխան, որ զայրանում է կամ ինչ-որ բան ձեր ուզածով չի անում, դա նորմալ է։ Պատկերացրեք երեխա, որ ամեն ինչ ձեր ուզածով է անում։ Այդ երեխան կյանքում է ուրիշների ուզածով ու ասելով է անելու շատ բաներ, ու դա նորմալ չի լինելու։ Այսինքն երեխան եթե բունտ է անում, դա երբեմն նորմալ է։ Դա բնավորության մասին է խոսում իր։